Բարև ձեզ բարեկամներ, նորից եթերում Փակ TV-ն է եւ ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Գիտեք, կան օրեր, որ մեր ունկնդիրը առանձին հետաքրքրությամբ է սպասում։ Դա սովորաբար այն օրերն են, երբ մեր տաղավարում մենք հյուրընկալում ենք մեր ծրագրի վաղեմի ու լավագույն բարեկամներից մեկին, հայ կառուցողական կուսակցության նախագահ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Համլետ։ Անդրեաս, շատ ուրախ եմ, որ մենք թեկուզ եւ երկու շաբաթը մեկ կտրվածքով ձեզ հետ հանդիպում ենք։ Ինձ համար էլ են կարևոր այս հանդիպումները։ Հա, եւ ասեմ, որ ձեզ սպասողները իսկապես շատ են, այդ մասին են վկայում թե դիտումները, թե այն մեկնաբանությունները, որ գրվում են ձեր հասցեի հետ կապված։ Եվ պիտի ասեմ, որ մարդիկ գոհ են, ինչու, որովհետեւ ձեր պատասխանները միշտ անկեղծ են ու շատ ճշմարտացի։ Այլապես, գիտեք, հանդիսատեսը մեր ունկնդիրը այնպիսին է, որ եթե ինչ-որ կեղծիք նկատում է, անմիջապես փոխում է ալիքը։ Իսկ ձեր հաղորդումների ժամանակ ես նկատել եմ, որ մարդիկ առանձին հետաքրքրությամբ են սպասում։ Եվ սա թե մեր, նաև ձեր հաջողության գրավականն է։ Շնորհակալություն, բայց մենք միասին ենք այդ արդյունքը ստեղծում։ Եվ ամենակարևորը նաև ձեր Փակ TV-ի, այո։ Ես պիտի ասեմ, որ ձեր ներքին հումորը շատ հաճախ ավելի շուտ է տեղացնում, քան որևիցե լուրջ ասված խոսքը։ Ժամանակաշրջանն է այդպիսին, որի մեջ մենք ապրում ենք։ Երբ որ հումորը օգնում է մարդկանց տանել այս մի նախադասությունով մեր քաղաքական համակարգի դեգրադացիան, որը որ բոլորիս աչքի առաջ է օրորի զարգանում։ Դե ուրեմն անդրադառնանք ներքաղաքական զարգացումներին, ինչպիսին են, ինչ իրավիճակ է։ Մոտենում ենք ընտրությունների օրորի եւ գլխավոր ինտրիգը արդեն կայանում է նրանում, տեսանք այդ խորհրդարանում ընդունեցին փոփոխություններ ընտրական օրենսգրքի, իշխող ուժը ամեն կերպ ստեղծում է Սամվել Կարապետյանի հովանավորված այդ ուժեղ Հայաստան կուսակցության շուրջ երկրորդ մրցակցի, երկրորդ մասնակցի այդ պատկերը ըստ էության եւ դա երևի ամենա հիմա կարևոր կետն է կատարվող իրադարձությունների մեջ մյուս մասնակիցները ոնց որ թե այդքան վճռական դեր չունեն Սամվել Կարապետյանի ուսերին է այդ այո դերակատարություն համար մեկ ընդդիմադիրը բայց որքանով բարոյական էր ընտրություններից մի քանի ամիս առաջ ընդունել նման օրենք դե ըստ ինձ դա պակասուխ է մենք մի հատ sense մի հարց տանք մեզ ինչպես ստացվեց որ առհասարակ Հայաստանում հնարավոր եղավ որ Ռուսաստանի Դաշնության մեծահարուստ Ռուսաստանի Դաշնությունում մեծ սեփականության տեր իր անձնական բիզնես շահերով այնտեղ էապես ազդեցության այդ Ռուսաստանի կառավարության ազդեցության տակ գտնվող, մարդ դիտարկվի առհասարակ որպես Հայաստանի կառավարության ղեկավար։ Այսինքն վերանանք Հայաստան, Ռուսաստան, որևէ մի պետությունում կարող է լինել կառավարության ղեկավար, որը որ մեկ ուրիշ պետությունում խոշոր սեփականատեր է եւ ժողովրդական լեզվով ասած, որի պոչը այդ ուրիշ պետության կառավարության տակ է։ Առհասարակ այդպիսի բան չի կարող լինել, որովհետեւ ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը որպես նորից եմ ասում իր էական շահերով, Ռուսաստանի Դաշնության մեջ խոշոր բիզնեսմեն, ակնհայտ է չի դա որ կախվածություն ունի Ռուսաստանի Դաշնության կառավարությունից։ Ռուսաստանում այսօր խոշոր սեփականատերերին հավաքում են, ասում են պիտի փող գցվեք պատերազմի համար։ Փաստ է դա։ Զլոմներում գրում են դրա մասին, չէ՞։ Սամվել Կարապետյանը այդ մարդկանցից մեկն է, ում Ռուսաստանի կառավարությունը կարող է ասել Ուկրաինայի համար դուք պիտի
այդ ագրեսիայի համար պիտի այս բաները անեք։ Հիմա ոնց ստացվեց, որ Հայաստանում քաղաքացիական հանրություն, մեդիաներ, մտավորականություն եւ այլն չեն տեսնում, որ դա անթույլատրելի մի երևույթ է։ Հարցանձը չի։ Անձը կարող է շատ պարկեշտ, շատ, ինչ որ բանանց լինել, հələ ես այդ չեմ քննարկում, այլ երևույթը որևէ մի պետությունում կառավարության ղեկավար ընտրեն մի մարդուն, որը որ ուրիշ պետությունում ունի հսկայական կախվածություն։ Իր բոլոր շահերը, բաները, տեսական ընդեղ են եւ այլ։ Ավելի դեպքում ազնիվ է պարզապես այդ Պուտինին խնդրել, որ ինքը նշանակի որևէ մեկին Հայաստանում կառավարության ղեկավար, ոնց որ կոմունիստական տարիներին է եղել, եւ վերջակետ դրվի, ինչպես Պուտինը ասաց, չէ, Ղարաբաղի հարցով պիտի վերջակետ դրվի այս ընտրություններում, առհասարակ վերջակետ դրվի, այդ ինչ կապիկությունը, ինքնիշխանություն, ինչ ինքնիշխանությունը չէ, դա ժողովրդի կարողությունն է, ժողովրդի անկակտելի իրավունքն է իր երկրում լինել երկրի տեր։ Ու ոնց կարող է ինքնիշխանության զգացմունք ունեցող հասարակությունը կառավարության ղեկավարի պաշտոնը հանձնել մի մարդուն, որը որ խոցել է նման մի օրինակ եղել է Վրաստանում, բայց գոնե Իվանիշվիլին վաճառեց իր ռուսական ակտիվները Վրաստանում առաջադրվելուց առաջ։ Մենք չենք տեսնում, որ Սամվել Կարապետյանը վաճառեց իր ակտիվները արտասահմանյան, բոլոր փողերը բերեց Հայաստան։ Բայց թողեցին, որ վաճառի, կալանավորեցին, հարցերը լուծեցին տնավարի։ Ուզում եմ ասեմ, որ դա այնքան չչացող բան է, որ իհարկե դա առհասարակ քաղաքական որևէ նվազագույն զարգացում ունեցող քաղաքական միտք է, հասարակությունը, եթե հանրային, այսպես ասած, ընդհանուր հավաքական մտածել եք, դա այնքան անընդունելի բան է, որ չերել կարա տեղի ունենար։ Եթե դա տեղի է ունենում, դա շատ վատ բան է։ Դա նշանակում է, որ մեր հանրության մեջ իսկապես քաղաքական մտքի ինքնիշխանության այդ գաղափարի լուրջ դեգրադացիա է եւ մարդիկ մեծամասնությունը հասարակությունը օտարված է պետությունից։ Միայն այնպիսի պետության մեջ, որտեղ երկրում մի այնպիսի երկրում, որտեղ որ ժողովուրդը իր պետությունից օտարված է, կարող էր նման առաջադրում լիներ եւ դառնար ինտրիգ։ Բայց իշխանությունները արեստավար, չէ, այս ինչ որ ես ասում եմ, իշխողուժը պիտի չէ ասեր, ես հիմա ոնց որ իրենց փոխարեն եմ բացահայտում այդ ինչը որ կա, իրենք զբաղված են ուրիշ բաներով, իրենք ոչ թե բացառում են նման առաջադրումը, այլ սպասարկում են դարձնել այդ առաջադրումը գլխավոր դերակատար ընտրություններում, իրենց բոլոր գործերով, այդ կալանքով, այդ Սամվել Կարապետյան անունով դաշինք արգելելու օրինագծով, հետաքրքիր քաղաքականություն է, ոչ թե բացառել մասնակցությունը ընտրություններում, այլ աջակցել այսպես դիմադրություն ցուցաբերելով, նշանակություն տալով, այսպես բարձրացնել իր դերը հանրության աչքերում եւ ահա համատեղ ուժերով Փաշինյանը եւ Կարապետյանը հավաքեցին մեծ հանրահավաք, տեսանք, չէ, այդ հանրահավաքը Լավ ասեցիք, համատեղ ուժերով։ Լուրջ ջանքեր են պետք։ Հիմա նայեք, դա մի կողմից, բայց հիշատակեցիք Արցախի հետ կապված մի փաստ ևս, բայց ինչ է այսօր տեղի ունենում Արցախում, վանդալիզմը շարունակվում է, Ալիևյան ռեժիմը ոչնչացնում է այն ամենը, ինչը հայկական է, եւ այս պայմաններում մենք ունենք քաղաքացիական այսպես պատվիրակություններ հանդիպում են բարեկամությունից, համագործակցությունից, ինչ բարեկամության, ինչ խաղաղության մասին խոսք կարող է գնալ, եթե բանտերում Բաքվի հայ գերիներ են, միթե սա բարոյական է։ Ես ունեցել եմ բանավեճ Բորիս Նավասարդյանի հետ Շանթի եթերում,
Եվ չստացա պատասխան, առհասարակ քաղաքացիական հանրություն, չէ, այդ բառը օգտագործեցիք։ Ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ այդպես անվանում են այն մարդկանց, ում մոտ հասարակական կյանքի, հասարակական շահերի զգացողությունը ավելի բարձր է, քան սովորական քաղաքացու մոտ։ Եվ դրա համար այդ մարդկանց անվանում են քաղաքացիական հանրություն։ Իրենք սկզբունքայնություն ունեն։ Ավելի խիստ են իշխանության չարաշահումներին, արձագանքում են սխալ քաղաքականությանը եւ հիմքում իրենք բոլորը այդ քաղաքացիական հանրություն չի կարող որևէ մեկ անդամ համարվել, ով որ մարդու իրավունքների նկատմամբ ունի այսպես գաղափարական հիմնական մոտեցում մարդու իրավունքների պաշտպանության վրա է կառուցված քաղաքացիական հանրություն հասկացողությունը դա ինչ եմ ասում Ադրբեջանում կա քաղաքացիական հանրություն չկա չի կարող լինել քաղաքացիական հանրության ներկայացուցիչները ադրբեջանական ժողովրդի կամ բանտերում են կամ հեռացված են երկրից վրընդել են իրենց դուրս գտնվում են կամ սուս ընդհատակ նստած են չեն կարող արտահայտվել որովհետև միանգամից ռեպրեսիվ մեքենան իրենց բայց դեպքում այս հանդիպումները ում եւ ում միջև են Ադրբեջանի կողմից պետության կողմից նշանակված մարդկանց միջև հետ հա հանդիպում են Հայաստանի իշխանությունների կողմից նշանակված մարդիկ քաղաքացիական հանրություն բառը եկեք հանենք Եվ այդ բարոյական հարցը դուրս կգա միանգամից։ Կստացվի երկու կառավարություններ, երկու պետության ղեկավարներ տպավորություն են ուզում ստեղծել, որ կա հասարակական աջակցություն Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտմանը, որ կան հայեր, որոնք գալիս են եւ կիսում են Ադրբեջանի հա այդ ռեժիմի, հանցավոր ռեժիմի, որը որ մարդկության դեմ հանցագործություն է արել Լեռնային Ղարաբաղում, հայերին վրընդելա դուրս, դա մարդկության դեմ հանցագործություն է, քրեական կոնվենցիայով միջազգային։ Բայց կան հայեր, որոնք գնում են եւ դա փորձում են ներկայացնել, քննարկել որպես երկու ժողովուրդների միջև խաղաղության հիմք։ Այսինքն հայ-ադրբեջանական ժողովուրդների միջև հիմա քաղաքականությունը հետևյալն է ներկայացնել համոզել հանրությունները որ հանցագործության հիման վրա կարա կառուցվի խաղաղություն եւ երբ որ միայն պետական գործիչներն են տենց տեքստեր արտասանում հանրությունը դրան անտարբեր է հասկանում են որ ստում են անբարոյական բաներ են խոսում դրա համար անհրաժեշտություն կա ցույց տալ ում Առաջին հանրությանը, միջազգային հասարակությանը, որ կան հայեր, իսկապես, որոնք որ պատրաստ են հայ ժողովրդի կապիտուլյացիան սպասարկել։ Պատրաստ են մարդու իրավունքների խախտումը Ադրբեջանում, մարդկության դեմ հանցագործությունը Ադրբեջանում սպասարկել։ Իրական քաղաքացիական հանրության ներկայացուցիչ չի կարող հանդիպել Ադրբեջանի իշխանությունների որևէ ներկայացուցչի հետ, թեկուզ հասարակական, հա, այդ բանի տակ ներկայացվող քողի։ Քանի Ադրբեջանում քաղաքացիական հանրության ներկայացուցիչները բանտերում են։ Հələ հայերին թողնենք 300 լրագրող, հասարակական քաղաքական գործիչներ, մարդիկ ովքեր որ մարդու իրավունքների համար այդ պայքարով դեմ են դուրս եկել Ադրբեջանում հանցավոր ռեժիմին հայկական այսպես բաղադրիչը կնհայտ է հայերը չէին ուզում ապրեին քրեական ռեժիմի հովանու ներքո որ մի նորմալ մարդ համաձայն կլինի ապրել հանցավոր ռեժիմում հիմա երկրներ կան բլված չէ Սոմալի Աֆղանստան Փախստականներ կան որ գալիս են ուզում են Ադրբեջանում քաղաքացիություն ստանալ չէ
Ոչ մեկին պետք չի Ադրբեջանի քաղաքացիությունը։ Դա ախմախ պետություն է, ախմախ կանոններով ստրկացրած վախի մեջ ապրող ժողովրդով, որտեղ որ իշխող ուժը այդ երկրի բնական ռեսուրսները օգտագործում է անձնապես հարստություններ դիզելու, ստեղծելու համար։ Ինչ կա այդտեղ հասարակական գործիչներին անելու։ Հայ քաղաքացիական հանրության ներկայացուցիչները իհարկե չեն կարող հանդիպել Ադրբեջանում որևէ մեկի հետ, մինչև բանտերում եւ հայ պատանդներն են գտնվում եւ ադրբեջանական իրավապաշտպանները, լրագրողները եւ այլն։ Դա կնհայտ է։ Օրինակ պետության ներկայացուցիչները կարող են միայն շրջանակը փակել հայ պատանդների հանգամանքով, բայց քաղաքացիական հանրության ներկայացուցիչների համար մարդու իրավունքները ազգություն չունեն։ Եվ սոլիդարություն կա քաղաքացիական հանրությունների միջև, անկախ նրանից, որ պետությունում են, բայց Ադրբեջանում նրանց հետ, ում հետ Հայաստանի իրական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են հանդիպել, մենակ բանտում կարող են հանդիպել։ Պետք է գնաս բանտում գնաս, որ հանդիպես այդ մարդկանց։ Ուրիշ ձև չկա։ Իսկ այս ամենը պատիվ չի բերում եւ ձայն չի բերում։ Եթե Փաշինյանի, այսպես ասած, տեխնոլոգները, խորհրդականները մտածում են, որ online-ելով այդ մարդկանց խումբը ուժեղացնում են, այսպես ասած, հանրության մեջ պատկերացումը, որ սա դեպի ամուր խաղաղություն ինչ որ քայլեր են եւ այլն, դե եկեք հələ մի հատ հարցրեք մարդկանց։ Այդպես են ընկալում թե չէ։ Միայն փչանում են այն մարդիկ, ովքեր որ ներառված են այդ պետքիվրով միջոցառումների մեջ, ոնց որ ասած, բացահայտվում է այդ մարդկանց շրջանակը, ովքեր որ Հայաստանի կապիտուլյացիայի սպասարկման կողմն են, այդտեղ չկա խոսք մարդու իրավունքների մասին, չի կարա լինի, այդտեղ չի կարա խոսք լինի խաղաղության մասին, որտեղ անարդարության վրա ոնց կարող ես խաղաղություն հաստատես։ Այդտեղ դե անուններն են խաղաղության կամուրջ, պատկերացնում եք։ Դե հիմա տենց մոդա կա, մարդիկ գալիս են իշխանության, նախընտրական իրենց քարոզում, ասում են մենք դեմ ենք պատերազմների, Թրամփի նկատի ունեմ։ Չէ, մի տարի ֆրաց ուղեղը լված այդ ամերիկացիների գնաց են ամենածակերը մտավ ինչ որ մարմոններին, բուրբոններին ընդեղ եսին, որ դե համոզեց, որ գան իրեն ձայն տան, որովհետև ինքը պատերազմները դեմ է կանգնացնելու։ Հիմա այդ մարդը ամեն օր սպառնում է, կսպանենք, կսատկացնենք, կվերացնենք, կոչնչացնենք, կջնջենք, ամենաուժեղ բանակն ենք, ամենաուժեղ ուժն ենք, ինչ կուզենք կանենք, սաղի վրա թքած ունենք։ Չէ, որտեղ նախընտրական այդ, այսինքն անունները այո իսկապես ընտրվում են այդպես, հանուն խաղաղության համար, բայց բովանդակությունը միշտ ճիշտ դառնում է հակառակը։ Մարդիկ գալիս էին իշխանության ԱՄՆ-ում նպատակով Իրանի դեմ պատերազմ հրահարել։ Եվ հրահարեցին։ Եվ քարոզչության ժամանակ, քարոզարշավի ժամանակ այլ բաներ էին ասում, որ իրական նպատակները քողարկել։ Նիկոլ Փաշինյանը գնում էր ընտրություններ, մենք Հայաստանում առնչվել ենք դրան, նպատակով Արցախը հանձնել Ադրբեջանի ինքնիշխանության տակ։ Բայց քարոզչության մեջ այլ բաներից էր խոսում։ Չէ՞։ Եվ սա շատ արդեն տարածված երևույթ է, անթակուն խաբեություն։ Եվ մարդիկ, այո, հիմա ԱՄՆ-ում տեքստեր են արտասանում, նորմալ է, որ ԱՄՆ-ի նախագահան սահմանադրությունը անտեսելով, կոնգրեսը անտեսելով, միջազգային իրավունքի նորմերը անտեսելով, ամեն օր սպառնալիքներով եւ իրականացնում է այդ սպառնալիքները, այդպես է իրեն պահում։ Հələ մի հատ էլ Նոբելյան մրցանակ էր ուզում այո ստանալ։ Դե չեմ խոսում Փաշինյանն ու Ալիևը, ոնց էին ցանկանում այդ ամենը անել, տեսնել։ Դե պատահական չի, որ եւ այդ տեսակ գործիչները խաբեության վրա իշխանությունը պահող, իրենք նաեւ իրար հետ են սերտորեն
իրար կպած էլի։ Նետանյախուն կոռուպցիայի մեջ թաղված քրեական հետապնդումներով միջազգային այդ դատարանի օրձերով Տրամպը, որը որ փաստացի ճանաչվեց մեղավոր 36 հանցանքներում։ Մաշենիկ, Ղարդաղ, փաստաթղթերի հաշվետվությունների ֆալսիֆիկատոր։ Մարդ, որը որ իր հարկային եւ մյուս հաշվետվությունները հանրային միջոցների նախընտրական միջոցների օգտագործման խարդախություն է արել, կեղծարարություն է արել, կեղծ հաշվետվություններ է պետք։ Դառնում է երկրի նախագահ։ Կեղծարարը ինքը ինչ պետք է անի։ Կեղծիկով չես զբաղվի։ Այսօր այո, իրենք բոլորը այդ խաղաղության խորհուրդ, չէ՞, մի հատ նայեք ընդ ով է հաղորդած։ Օրբանը դուրս թռավ այդ խորհրդից, որովհետև բոլոր պատերազմի ժողովուրդը արդեն ոնց որ ասած գտավ իր մեջ այդ ուժը եւ քաղաքական համակարգում այդ ձևավորվեց պատնեշը եւ ինչ որ այդ տեսակ գործիչը տեսանք ոնց անկում ունեցավ։ Հայաստանում այսօր կարևոր հարց է, եթե հիմա մենք այդ առաջի հարցին վերադառնանք, լավ, բայց օլիգարխիային, ռուսական օլիգարխիային, Սարոկյան Գագիկը Ռուսաստանում եւս շահեր ունի, չէ՞, բիզնես շահեր։ Իր սեփականությունը Հայաստանում է հիմնականում, բայց արտահանող է դեպի Ռուսաստան։ Ավելի մոտ են Ուկրաինայի Պորոշենկոյի, այսպես ասած, կարգավիճակին։ Այդ տեսակ օլիգարխիկ ուժերին ով կարա դեմ դուրս գա։ Այն որ Փաշինյանը այդ ուժերի դեմ իրականում չի կարող, իմ կարծիքով բոլորը տեսան այդ Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Երբ որ իրեն ասացին, որ այս ուժերը պիտի մասնակցեն ընտրություններում։ Պարզ է, պարոն Ղուկասյան, Եվ կոմպրոմիսը ինչ եղավ ներողություն, որ կարեն մասնակցեն, բայց ուրիշ անունով, դրան դա էր ձեր բերումը։ Փաշինյանը իմ կարծիքով հիմա իսկապես պատնեշ չի օլիգարխիային իշխանությունը իր ձեռքը վերցնելու եւ հիմա շատ կարեւոր փուլ է մեր քաղաքական համակարգի մյուս այսպես ասած այն չերևացող հատվածում կամ ֆուտբոլի եթե բանով ասենք երկրորդ լիգայի, հա, գործիչները ով կարա այդ ձեռնոցը նետի օլիգարխիային, ով կարա Սամվել Կարապետյանի դեմ կանգնի, Գագիկ Ցառուկյանի դեմ կանգնի, հակակշիռ դառնա։ Այն որ Փաշինյանը դա չի կարա, իմ կարծիքով արդեն մարդիկ պիտի կամաց հասկանան, որ այսօր այո կա խնդիր, որ օլիգարխիան հարկավոր է կանգնացնել։ Այ հիշատակեցիք այնուամենայնիվ Իրանը եւ իհարկե մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները չեն կարող մեզ չմտահոգել։ Իրանը ցույց տվեց, որ անգամ համար մեկ պետությունը աշխարհում ճանաչված Միացյալ Նահանգները անզոր են հաղթել մի ժողովրդի, որը կարողանում է ոտքի կանգնել հանուն իր երկրի, հանուն իր պետության կառավարության։ Ամենը համաձայն չեմ։ Իրանի ժողովուրդը սիրով կտեսներ ոնց է այդ հեղափոխության պաշտպանների, հա, կորպուս տապալվում, որովհետև թարմ է հələ արյունը գերեզմանների վրա այն մարդկանց, ովքեր որ ազատության համար Իրանի դուրս էին եկել փողոց։ Հա, բայց կանգնի ժողովուրդը, Միացյալ Նահանգները անզոր դարձան։ Միացյալ Նահանգները հիմա այդ քննարկվում է զոհ դարձան Իսրայելի եւ այդ ավանտյուրայի մեջ մտան համոզմամբ, որ իրենց հզորությունը բավարար է, որպեսզի ոչնչացնել Իրանի հրթիռային ռեսուրսը, բազաները, եւ պարզվեց, որ դա այդպես չի։ Իրանը այո ստեղծեց գետնի տակ մի ամբողջ աշխարհ քաղաքներ, 32 գետնի տակ բազաներ, որը ի դեպ եթե Իրանի պատմությունը խորը ուսումնասիրել, առհասարակ Իրանում այդպիսի
քաղաքաշինություն միշտ եղել է։ Գետնի տակ կառույցներ, ջրային համակարգեր Իրանում շատ հին ժամանակներից հենց կառուցվում էին գետնի տակ։ Այսինքն, եթե Հռոմում բանում ակվեդուկներ էին, հա, այդ գետնից վերև կառուցվում, Իրանում դա թունելներ էին։ Եվ ինչպես եւ Գազայում Իսրայելը չկարողացավ բոլոր այդ թունելներում գտնվող Խամասի գրոհայիններին վերացնել։ Այդպես էլ Իսրայելի մեծ, այսպես ասած, պապան ԱՄՆ-ն ուժը չհերիքեց այդ ստորգետնյա քաղաքները վերացնել։ Եվ առաջացավ մի հիմար վիճակ, որ օրական բավականն է, որ մի հրթիռ գա հասնի Թել Ավիվ, կամ Բախրեյն, կամ Կատար, կամ Դուբայ, եւ միշտ այդ լարված իրավիճակը պարալիզացնում է տնտեսությունը միջազգային, խաղաղ կյանքը եւ այդ պատերազմական դրությունը, այդ սպառնալիքը ինքը չի պահանջում շատ, այսպես ասած, ռեսուրսներ։ ԱՄՆ-ն այսօր տեսեք, ամբողջ օր արտասանում են այդ տեքստերը, մենք ոչնչացրել ենք Իրանի այդ ծովային ուժերը, նավատորմը։ Բայց ում էր սպառնում Իրանի նավատորմը։ Կատարին, Բախրեյնին, Իսրայելին չէր սպառնում, ԱՄՆ-ին չէր սպառնում, չէ՞։ Մի քանի նավ ունեին, որոնք որ սպառնալիք չէին որևէ մեկի համար, բացի այդ արաբական պետություններից Իրանի հարևաններից, կամ հպարտանում են հիմա, դե պիտի հպարտանան, չէ, այս կոնֆուզ է այս իրավիճակը ԱՄՆ-ի համար, որ ոչնչացրել ենք օդային ուժերը Իրանի, բայց Իրանի օդային ուժերը ոչ մեկի համար, Ադրբեջանի համար կարող են սպառնալիք լինեին, Թուրքմենիայի համար, չգիտեմ, Աֆղանիստանի համար, Պակիստանի համար, բայց ոչ Իսրայելի համար, ոչ ԱՄՆ-ի համար, այսինքն այն ինչը որ սպառնալիք է Իսրայելի եւ ԱՄՆ-ի համար, հրթիռային այդ բաղադրիչը, դա չեն ոչնչացրել։ Դա շարունակում է թեկուզ ինչ որ մի, տոկոսով գործել իր կարողություններից եւ լարված պահել բոլորին։ Սա քաղաքական, ռազմավարական առումով ֆիասկո է։ Դա ունի ԱՄՆ-ում արդեն հետևանքներ, այսպես ասած Օրբանի ուղին, հա, կա Տրամպի ուղին։ Հիմա Տրամպը գնում է Օրբանի ուղով։ Արդեն օրմացի Օրբանի։ Ուրվագծված է այդ ճանապարհը, որով ինքը գնում է։ Նույնը Իսրայելում, թեպետ եւ հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ կողմնակից են պատերազմի շարունակման, որտեղ ամենադաժան բանն է կիսատ թողնել, չէ, այդպիսի հարձակումը եւ այդ վտանգները ավելի են հետագայում սուր լինելու, բայց Նետանյախուին դա եւս շատ վատ է անդրադառնալու։ Այսինքն սա այդ եթե խաղաղության խորհուրդը Տրամպի դիտարկենք որպես այդ տեսակ գործիչների հավաք, այդ խորհրդի անկման սկիզբն է եւ Օրբանի այդ արդյունքը սիմվոլն է, որ այդ ակումբը ժողովուրդները քշելու են այդ բոլոր մարդկանց, էլի։ Դե Օրբանի ջաջախի շպարտությունը։ Հիմա նայեք ինչ վիճակում են հայտնվում Ալիևը եւ Փաշինյանը, իրենք ձեռը այդ Տրամպի ուղին, եկան ծածանելով եւ ինչ։ Կորավ այդ ամբողջ իմիջային, փուչիկը տրակեց, այդ իմիջային այդ որ տես փչում էին եւ մեջը արդեն բովանդակություն չկա, բան չկա, իսկ դա կարևոր գործոն էր Փաշինյանի համար ընտրություններում, դա կարևոր գործոն էր Ալիևին իր երկրի ներսում այդ գիծը պահելու, որ մենք հայերին հիմա այն աստիճանի կապիտուլյացիայի կբերենք, որ ընդհանրապես Հայաստանը արևմտյան Ադրբեջանի կարգավիճակով է այսուհետ ապրելու։ Հիմա ստիպված են այդ պետքի վրով հավաքել ում կարան
ուղարկեն Ադրբեջան, որ ցույց տան Քաղաքացիական որ ընդհանց գնում է, բայց խի է այդ անհրաժեշտությունը գալի, որտեղ այդ մարդիկ ոնց են նայում ուրիշների դեմքերին։ դե պետքի վրով անում են իրենք էլ իրենց բան ունեն, մի գաղափարը ունեն, որ ենթարկվելը Ալիևին ճիշտ է։ Այդպիսի գաղափար միշտ եղել է, կա Տրկամիտությունը։ պատմության մեջ դա կա որն է անվտանգության ավելի ճիշտ վարկագիծը՝ դիմադրել, դիմադրություն ցուցաբերել, թե հանձնվել։ Ուժին ոնց պահել։ Դա, չգիտեմ, դպրոցական տարիներից յուրաքանչյուր երեխա բախվում է, չէ՞ դրա հետ, երբ որ ինչ-որ մի ոտնձգություն է լինում, ոնց է իրեն պահելու։ Դիմադրելու է, թե ընկճվելու է, այս ընկճվելու, այսպես ասած, երևույթի քաղաքական դրսևորումն է, որ հանձնվելը դա փրկություն է, հանձնվենք, մեզ ձեռ չեն տա եւ այլն, ամբողջ պատմությունը հակառակի մասին է, որ նրանք բոլորը ովքեր որ հանձնվեցին վերացան։ Դիմադրություն ցուցաբերողներից իհարկե գալի մասը, եթե վերցնում ենք այդ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, այդ ողբերգությունը վերջո ինչ էր։ Յուրաքանչյուր հայ Օսմանյան կայսրության քաղաքացի կարող էր ընդունել իսլամ եւ իրեն չէին տեղահանի, չէին ոչնչացնի, բայց մեր ժողովրդի մեծամասնությունը գերադասեց մահը կրոնափոխության։ 100 հազարավոր մարդիկ ընկան ճանապարհ, կանայք, երեխեք, դա ակնհայտ էր այդ մարդկանց համար, որ դա զոհվելու ճանապարհն է, դա Գոլգոֆայի, այսպես Հիսուսի հետևից ոնց որ գնացին եւ զոհաբերվեցին, բայց գաղափարը հավատքը չփոխեցին։ Հիմա մենք այդ երևույթը ունենք, որ այդ գնացողները իրենք ինչ են ասում, սխալ էին ասում հայերը։ Պետք է հավատքը փոխեին, կյանքը փրկեին։ Այդ գիծը միշտ եղել է, այդ խոսակցությունը միշտ եղել է մեր ժողովրդի մեջ, որ մեր սախ, այսպես ասած, բանը գալիս է այդ բռնած դիրքից, հա, որ կրոնափոխ չեղավ հայ ժողովուրդը, որ միշտ իր մեջ ուժեր կան դիմադրություն ցուցաբերելու անարդարությանը, ենթարկվող չի, նսեմացվող չի, հա, եւ այլն։ Այ եթե դա չլներ, ժողովուրդը լավ կապրեր։ Բայց ով որ նսեմացավ, ով որ կրոնափոխ եղավ, ով որ իրենք վերացան, չէ՞, ժողովուրդները։ Չկան այսօր։ Եվ եթե մենք այսօր որպես հայ կանք, դա հենց այդ դիմադրության արդյունքն էր։ Բարձ է։ Անդրեաս, գիտես, որքան քեզ լսում եմ, մեր զրույցը մի փոքր տխուր երանգ է ստանում, չեմ ուզում ես տխուր վերջաբանով ավարտենք մեր զրույցը, այնուամենայնիվ քեզ գիտեմ որպես լավատես մարդու, եւ պայծառ միտք եք, միգուցե ասես հրաժեշտից առաջ է։ Ես կարծում եմ, որ մեր ժողովրդի մեջ առողջ ուժեր կան։ Եվ հայ ժողովուրդը ակտահարելու է այս ժամանակահատվածը, որը եւ աշխարհում է բարդ, եւ մեր երկրում է բարդ, եւ մենք ունենք մի հատ այսպիսի պատմական արդեն փորձ, որ այսպես ուժեղ մտածված ծրագրերը եւ այլն գալիս են իրականացվելու փուլ ու խայտարակ ձևով տրակում են, դառնում են բոլորի հեգնանքի առարկա։ Ես վստահ եմ, որ այս ընտրությունների այսպես այդ ճարտարապետությունը մտածված ոնց պիտի, ինչպես Պուտինը ասեց Արցախի հարցում, ոնց ուզում եք ֆրանսեք, այնտեղ վերջակետը դրեք, հա, պրոռուսական ուժերով, ինչով ուզում եք եւ այլն, պրոթուրքական, բայց այդ է գլխավոր միտք պատվերը։ Դա տեղի չունենա։ Այս ընտրություններում մենք ականատես ենք իմ կարծիքով լինելու դեռ մեծ սկանդալների եւ այս տեսակ ժուլիկների մոտ բան կա, իրենք ինչի վրա խաղադրույք դնում են, դա տրակումը։
որովհետև կյանքն է այդպեսին։ Ես գտնում եմ, որ ուսահատվել պետք չի, բայց պետք է բարձ տեսնել ինչ է, էլի։ Եվ այո, հունիսի 7-ը ցույց կտա դեռ ինչ անակնկալներ կլինեն։ Սպասենք։ Սպասենք, մասնակցենք, մեր լումաններ դնենք, լինենք ազնիվ, սկզբունքային եւ չընկնենք հոսանքի մեջ։ Բոլորը վազեցին, ես էլ վազեցի, կամ բոլորը սենց արեցին, ես էլ սենց արեցի։ Գիտակցված վարկագիծ ցուցաբերենք, հասկանալով, որ այո, հարկավոր է այս համակարգը բլել։ Եվ դա մեր ձեռներով պիտի արվի, մեր բոլորիս։ Եվ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շերի բարեկամներ, հերթական անգամ հյուրընկալել էինք քաղաքագետ Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանին։ Այսօր այսպիսին էր նա մեր եթերում։ Ցտեսություն։